Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը երեկ հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալները ազատ են արձակվել։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին եւ Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Ըստ մեր տեղեկությունների, գործի քննության այս փուլում առերեսումները անխուսափելի են համարվում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժը եւ աշխատանքը խորհրդարանում։ Հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նորընտիր ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Մեր տեղեկություններով Կարապետյանը նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները եւ վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը։ Փաստացի ուժեղ Հայաստանի ներսում առանցքային որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական հարթակում, այլ թիմի քաղաքական կենտրոնում։